մեկնաբանել, գործի նյութերն արդեն հրապարակային են, ինչ կասեք, ինչ պլան Դե ինչ մեկնաբանեմ, ինչ պլան կար, մենք խաղաղ անհնազանդության միջոցով ցանկանում էինք հասնել իշխանափոխության, որի մեջ ես ընդհանրապես, ձեզ նման, ոնց որ դուք եք լրատվություն տարածում, նույն ձևով ես եմ եղել, հա։ Հիմա մի կարևոր բան է կատարվել, այն ինչ որ իրանք ասում են, սա ինչա նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանում ցանկացած դեպքում, եթե որևէ ուժ, որևէ մարդկանց խումբ որոշի անել այն ինչ որ ինքը արել է 18 թվականին, Թավշյա հեղափոխություն, դա արդեն քրեականացված է։ Ինչ որ մի բան կգտնեն, մի բան կսարքեն, մարդկանց կտանեն բանտեր։ Նիկոլ Փաշինյանը քրեականացրել է Թավշյա հեղափոխությունը։ Իրանց այդ բոլոր գրառումները դրա մասին են վկայում։ Այսինքն այն մի գործիքը, մեր սահմանադրական իրավունքներ, հա դա։ Ողջույն Սարգսյան ջան։ Հա, մեր սահմանադրական իրավունքներ։ Մենք կարող ենք իրացնել մեր իրավունքը եւ խաղաղ անհնազանդությունների միջոցով ստանալ որևէ արդյունք։ Հիմա դա օրինական չի համարվում։ Ցանկացած Գյումրիում էլ տեսանք։ Ես մի տղա կար մեզ մոտ բանտում, դե անչափահասներն էլ էին մեր մոտ։ Դպրոցից հետո տուն գնալուց տեսլա մարդիկ են հավաքված, գնացել ա մտել այդ մարդկանց մեջ, երեխուն երկու ամսով կալանք են տվել, բերել են բանտ։ Հիմա ցանկացած դեպքում, եթե փողոցում որևէ ակտիվություն եղավ, դա քրեականացված է արդեն։ Կոնկրետ դա չի հոդվածով արձանագրվում, ուրիշ բան են գտնում, զանգվածային անկարգություն, ահաբեկչություն կամ նման այլ բան, ու մարդկանց տանում են լցնում են բանտերը։ Իսկ Փաշինյանի տարբեր այդ գրառումներն ու հայտարարություններն ըստ ինչ ազդեցություն ունեցան մեղադրական եզրակացությունների վրա եւ ինչ ազդեցություն կունենան դատաքննության ու գործի ելքերի վրա։ Մեղադրական եզրակացության վրա իրանք ուղիղ են ազդում, այսինքն իրենք են որոշում ինչ պիտի գրվի այդտեղ, որևէ կառույց Հայաստանում ազատ չի գործում։ Ինձ 3 ամսով կալանքը երկարաձգելու որոշումն էլ հենց դրա վկայություն էր։ Մարդիկ թույլտվություն չեն ստացել ինձ ազատ արձակելու, ժողովրդական ճնշում եղավ, մի շաբաթ հետո որոշումը փոխեցին, դարձավ, որ ես շատ վտանգավոր էի, հետո դարձավ ոնց որ ընդհանրապես մեկ շաբաթ հետո, այո, շատ վտանգավոր անձ էի, դատավորն էլ ասեց, ցավում եմ, այդ բառն էլ, այդ արտահայտությունն էլ արեց, ցավում եմ, դեռ վտանգը մեծ է, մի շաբաթ հետո ասեց նիստերի դահլիճից ազատ արձակել։ Այս մարդիկ իրենք են այդ որոշումները կայացնում, իրենք են որոշում ինչ պետք է գրվի այդտեղ։ Ոչ թե, չգիտեմ, դատախազությունը կամ քննչականը կամ այլ մարմին։ Իսկ ինչ է կարծում։ Բռնազավթված են այդ բոլոր կառույցները, այսինքն ազատ չեն գործում, արդարադատություն չի իրականացվում այստեղ։ Ինչ է կարծում, ինչ ժողովրդական շարժումը կարող է օգնել մյուսների ազատ արձակման գործում։ Դե եթե ինձ օգնեց, կարծում եմ մյուսների դեպքում էլ կօգնի, ուղղակի կախված է թե ինչ ճնշում կլինի, որովհետև իմ դեպքում ես դեռ հնարավորություն չեմ ունեցել ամբողջ չափով նայելու, բայց գիտեմ, որ շատ մեծ ընդվզում է եղել, շատ մեծ ընդվզում, ինձ լրիվ անծանոթ մարդիկ եւ գրառումներ են արել եւ ակցիաներ են արել, մի խոսքով, եթե նման բան լինի, կարծում եմ, տեսեք, ժողովուրդը եթե ոտքի կանգնի, ցանկացած բան կարող է անել։ Ժողովուրդը ուժ է, միասնականությունը ուժ է, ինչ որ գաղափարի շուրջ երբ որ հավաքվում են, ցանկացած փոփոխություն կարող են կանել։ Մեր ժողովրդի մեջից այդ ուժն են փորձում նաև հանել տանել, մեզ որ ասում են մենք չենք կարող պայքարել թշնամու դեմ, ինչ որ sense բաներ են մեզ ուզում ներարկել, մեր այդ հավաքական ուժի բացակայության մասին են ուզում, այսինքն ուզում են մեզ ներարկեն, որ մենք չենք կարող պայքարով որևէ հաջողության հասնել։ Լինի ներքին թշնամու դեմ, թե արտաքին թշնամու դեմ, բայց ժողովուրդը գաղափարի շուրջ հավաքված ժողովուրդը դա մեծ ուժ է, որը կարող է ցանկացած պարագայում, ցանկացած հարցի շուրջ հասնել հաջողության։